Վերջի 3 տարվա ընթացքում ես եղել եմ 300 տնակում, շուտ նկարել եմ 300 տնակ, որից օգտագործել ենք 50-ից 55 տնակի լուսանկարները, հա, բայց մարդիկ կան ավելի շատ են իրականում, էլի ուղղակի չենք հասցնում։ Որտեղ ամեն նկարի համար կոմպլեքսած մի օրում ժամանակ կկորի։ Նպատակը մեկն է, մարդկանց ազատել այս տնակներից ու տալ արժանապատիվ կյանք ապրելու իրավունք։ Pardus. Paradis. Wow. Սաղը տպես էստեղ ավելի ահավոր է։ Ազիզ, դու այս ատորը կրնաս տնես, այդտեղ ու նստիս վրեն։ Երկար տարիներ նկարել ենք այս ամեն ինչը, փորձենք ինչ-որ ձև իշխանություններին հասցնենք, որ ժողովուրդ ջան, իշխանություն ջան, այս ամեն ինչը ձեր գործն է, մեր գործը չէ եւ մենք ուղղակի մեզնից կանցնի հրաբարակելն ու ասելն որ մարդիկ դեռ էս վիճակում են։ Իսկ ձեր տվյալներն որ մարդիկ էս վիճակում չեն, քիչ իրականությանը մեղմ ասած չի համապատասխանել։ Դու ես ժպտա։ Հայկո սխմե։ Սակ 30 տարվա պատմություն ունի այս տնակը։ Երկրաշարժից անմիջապես հետո այս տնակում ապրել են կերսանկս։ Հետո տեկրանցից հետ իրանք տուն ստացան գնացին, իսկ մենք արդեն 13 տարի այս տնակում բնակվում ենք մեր երեխեքիս հետ։ Ես ծրագիր ես չեմ համարել իմս կամ չգիտեմ ընկեր Հայկոին է կամ կազմակերպության, չէ։ Այս ծրագիր ավելի շուտ այս մարդկանց նով գերոր տնակների մեջ կապրին եւ այն մարդիկ ովքեր որ մեզի կօգնեն, իրանք դառնան մեր մասը։ Բոլոր քաղաքական հայացքները դնում եմ ես մի կողքի եւ դիմելու ենք բոլորին, սկսած Սերժ Սարգսյանից վերջացրած մնացած հանրապետականներով եւ պատգամավորներով եւ մեզ հետաքրքիր է իրանց վերաբերմունքը։ Չէ, եթե իշխանապետությունը չի կրնա բյուջեից վերցնել, տեսնենք իրանք իրանց միջոցներից ինչ են պատրաստ ներդնելու այս հարցում։ Էլի Պարլուս։ Արձագանքը համ ստեղից է շատ, համ դրսից է շատ։ Եվ դրամը հավաքը, որի ընթացքում հավաքվել է մոտ հանդիգվատերությամբ 9000 ֆունտի չափ փող, մեծ մասը հայեր են, բայց իրանց փոխանցածները իշխոր իրանց աշխատավարձի համար արդեն շատ մեծ է, մարդկա ընդհանրենք իր ամսվա բան կրթա թոշակի կեսը ընդհանրենք այս մարդկանց համար է տվել եւ այլն։ Հա, քիփ կային իրա, մոդի գարի։ Դու իրա թիգունքն ես էլի, էդի մաստով։ Հա։ Մարտի 22-ը մեր վրա պարտականություն եւ պարտավորություն կա հավաքել 120,000 ֆունտ։ Մնացել է 110,000 40 օրվա ընթացքում։ Եվ ամենավատն ինքը որ եթե գումարը ամբողջությամբ չհավաքվի, PayPal-ի միջոցով, այսինքն այդ դրամահավաքին փոխանցված ամբողջ փոխանցումները ավտոմատ կմնան այդ մարդկանց հաշիվներին եւ չեն կրանա օգտագործենք։ Դրա համար շատ պետք է որ բացի տարածելուց ամեն մեկս մեր փոքր լուման ունենանք ու հնարավորինս շատ տարածենք։ Ու այս ծրագրին վերաբերվենք ոչ թե Հայկին օգնեցինք, այլ վերաբերվենք որ այս մարդկանց օգնենք։ Մաթեմատիկան քսեր չենք հասցնի այդ գումարը հավաքենք, բայց ինչ որ մի հատ բան կա գիտենք որ կհավաքվի, բայց չգիտենք որն է։